Ուշադրություն, սերիալի դրվագների ամբողջական ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչեւ 5 րոպե տևողությամբ պրոմո նյութերը, որոնց տարածումը խրախուսվում է եւ թույլատրվում է միայն սերիաների եթեր գնալուց հետո։ Ay ağmesa. Ura, Katak եմ անում ասա կարպովնա։ Արաքել ընդհանրապես ծիծաղալու չի։ Վայ, անցանք, պիտի թեքվենք խաչմերուկը։ Ծացակար, դու թեքվե։ Տոնոյանին վերցնելու։ Արա Տոնոյանը։ Երեխեք, ես ինչ պասիվ եք, մի հատ երգեք։ Ոյ չէ էլի։ Ախպերական ձայներդ գլուխները չգցեք։ Վերջ, ամեն ինչ կազմակերպել են նորմալ գնում են։ Ինչն է նորմալ։ Եթե ընկերտոնոյանին չվերցնեն, գիտես մեզ ինչ կանի։ Չէ, չգիտեմ։ Բայց Վարդը ասեց, Տունկեր Տոնոյանը ինքն է գալու։ Ինքն է գալու։ Հա։ Ես ես կատ տխուր էքսկուրսիա հələ չէի գնացել։ Վայ, ընկեր շալունց էքսկուրսիա չէ, արշավ։ Ինչ տարբերություն։ Դե երեխեք, մենք ուզում ենք, որ ձեր համար էլ ուրախ անցնի, հավես անցնի։ Ինչ։ Մեկ այսինքն ես ու դու։ Այսինքն բոլոր կազմակերպիչները։ Աղկազ, լավ տակից դուրս եկան։ Վայ, ինձ համբերություն է պետք։ Հա, էլի երեխեք շատ տխուր է անցնում։ Մհեր, մի բան նվագի երգենք բոլորս։ Մոտս չի շակե։ Արշավի ջոկատավարների մոտ է։ Այ մարդ ինչ պարտադիր է գիտարով երգեք, առանց գիտար երգեք։ Սկսենք։ Երևանը տունու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևան, հարկեր սիրելը, չգրված օրենք է, Երևանը տունու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևան, հարկեր սիրելը, ավելի բարձր, չգրված օրենք է, Երևանը տունու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևան, հարկեր սիրելը, չգրված օրենք է։ Ասա, ուր հասակ, ձեզ եմ սպասում, արդեն էստեղ պիտի լինեիք։ Ընկեր Տոնոյան, վարորդն ասես դուք մեզ հետ չեք գալու։ Այսինքն վարորդն ասաց։ Ասա քո տնօրենը ես եմ թե վարորդը։ Դե վարորդն ասեց իրեն այդպիսի ցուցում են տվել, ես էլ մտածեցի դուք տեղյակ եք։ Սա ինչ բան է։ Ուր եք հասել հիմա դուք։ Քաղաքից դուրս ենք եկել արդեն։ Դե ապրեք, ինչ ասեմ։ Գնացեք, ես ձեր հետ չեմ գալիս, հա։ Դուք գնացեք, չեմ ուզում։ Լավ, ասա, ես հասկացա։ Կներեք էլի ընկեր Տոնոյան, ես իրոք չգիտեի, հիմա կասեմ հետ կքշի։ Հա, գիտեմ, ասա, հասկացա, լավ, գնացեք, ես կգամ։ Հա։ Լավ։ Ես չեմ գալիս։ Ինչու՞։ Չեմ գալիս, որովհետև դուք որոշումներ եք կայացնում առանց ինձ հետ խորհրդակցելու։ Իսկ ես պիտի իմ դասարանի հետ լինեի հիմա։ Լսեք, ավտոբուսում տեղ չկար, ես ասացի, որ ձեզ կտանեմ։ Դուք դա ինձ պիտի ասեք։ Տիկին Տոնոյան։ Ընկեր Տոնոյան, ընկեր։ Լսեք, երեխեքը սպասելու են ձեզ։ Արժի դրա համար ուղակի չգալ։ Երեխաները շատ կուրախանան, որ ես չգնամ։ Հսկողություն չի լինի, ինչ կուզեն կանեն։ Հենց դրա համար էլ պետք չի դա թույլ տալ։ Հա, գիտեք, չէ ինձ ինչ ասել։ Ես սխալ բան չեմ ասում։ Եկեք գնանք, քանի հետ չենք մնացել։ Լավ, ես այս անգամ կգամ, բայց հաջորդ անգամ, եթե որևիցե բան առանց ինձ հետ համաձայնեցնելու լինի, չեմ գալու ոչ միտեղ։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որ մենք արդեն խոսում ենք հաջորդ անգամից։ Գիտեք, ես հենց հիմա նորից կփոշմանեմ ու նորից չեմ գա։ Չէ, բաներ ասեցի, եկեք գնանք։
Տխուր ես։ Ուղղակի չեմ հասկանում ինչի ես եկել կողքս նստել։ Դասարանում չի կարելի, այստեղ կարելի է։ Կարաս նստես։ Ես ուղղակի չեմ հասկանում մենք ինչ ենք անում։ Ես եմ։ Հիմա հաշտվել են թե չէ, բան չեմ հասկանում։ Դե եթե նույնիսկ չեն հաշտվելու է։ Դու ինչ գիտես։ Մերսի քեզ բանը ասել եք բավ։ Չէ, մերսի, ինչ պետք է ասի։ Դե չգիտեմ։ Ես նույնիսկ չգիտեմ խի են կռվել իրանք։ Ես մենակ գիտեմ, որ ես ամեն ինչ արել եմ, որ իրենք չկռվան։ Նույնիսկ այն ինչ պարտավոր չէի անել։ Դու ինչ կապ ունես։ Դե լա ասա էլի։ Հետո կասեմ, էլի չեմ ուզում որևէ մեկը լսի։ Լավ։ Հուսամ շատ չենք ետ ընկել։ Չէ, մոտավորապես 30 րոպե։ Հաճախ եք գնում արշավների։ Չէ, ժամանակս չի ներում։ Ինձ թվացել էր սիրում եք։ Շատ եմ սիրում, ուղղակի չի ստացվում։ Բարձա։ Տեսնում եք, որ ուզում ենք ստացվում է։ Ինչը։ Դե շատ հանգիստ տոների մեջ զրուցել տարբեր թեմաներից։ Ինչի։ Ձեզ թվում էր, որ ես միայն կարող եմ խոսել դպրոցից, երեխաներից ու մեկ էլ վիճել։ Չէ, ես վստահ եմ, որ այդ ամենի հետևում Սպասեք, ես կասեմ ձեր փոխարեն։ Դուք վստահ եք, որ դպրոցի խիստ տնօրենի կեցվածքի հետևում թաքնված է ինձ նման հետաքրքիր կին։ Դա իք չէ ասելու։ էլ չեմ ասի։ Մերսի։ Գիտեք, այնուամենայնիվ ես մի հարց ունեմ ձեզ, բայց վախենում եմ, որ ինձ սխալ կհասկանաք։ Մեր հաջողությունները թաքնված են մեր վախերի ետևում։ Ուրեմն կհարցնեմ։ Չէ, չեմ համարձակվում։ Դուք գիտեք, ամեն դեպքում ես ձեզ տալիս եմ այդ շանսը։ Շնորհակալ եմ, աչա։ Լավ, ոնց կուզեք։ Ինչի եք եկել։ Խոսելու բան կար Լիլիթ։ Ես ձեզ հետ ոչինչ չունեմ խոսելու, հենց հիմա գնացեք։ Երեխայություն մի արա։ Թող ներս գա։ Միևնույնն է առանց խոսելու չեմ գնալու։ 10 րոպե։ Ոչ մի րոպե ավել։ Ինես, ճիշտ է, մեր տուն գնալուց հետո չենք խոսացել այդ թեմայով, բայց իմ մոտ արդեն նենց տպավորություն է, որ ինչ-որ մի բան է ինչի։ Ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Ես ուզում եմ մենք իրար հետ անկեղծ լինենք։ Հա։ Անկեղծությունը պիտի փոխադարձվի, չէ՞։ Հաստատ։ Ես որ քո հետ միշտ անկեղծ եմ։
Երեխեք, պատրաստվեք, 10 րոպեից հասնում ենք։ Ոայ վերջապես։ Հետո 15 րոպե ոտքի ճանապարհ է։ Ավելի։ Ավտոբուսով չենք հասնի։ Ես չեմ գալիս, թողեք ինձ ավտոբուսի մեջ։ Ուրեմն ամենաշատ դժգոհողները գնում են շարքի առջևից։ Ինչի՞։ Որ տեմպից չգցեն։ Ինչքան շատ դժգոհ եք, այդքան ավելի արագ կգնաք, որ շուտ տեղ հասնեք։ Գիտեիր, որ ոտքի ճանապարհը։ Չէ, չգիտեի։ Լավ, ոչինչ։ Իրար հետ հանգիստ առաջտապելու կքայլելու։ Կար։ Միասին կգնանք դանդաղ առանց շտապելու։ Հասկացա, հետ տարեք։ Ես ինչ է։ Հեչ, ուղղակի նույն բանը ասեցի։ Ընկեր Առաքել, իսկ հաշմանդամություն ունեցողները մեզ չեն գցի տեմպից։ Եթե նկատի ունես ուղեղից հաշմանդամների մի նեղվի, մի բան կանենք տեղ կհասնես։ Ռաքել, չի կարելի աշակերտին նման բան ասել։ Չի։ Ոյ աստվածին, որովհետև դա հակամանկաբաժական է։ Չես առաջարկելու նստել։ Ոչ իհարկե։ Ասեք ինչի համար եք եկել ու գնացեք։ Լիլիթ, ես ձեր թշնամին չեմ։ Մեր։ Իմ ու ում։ Ու քո աղջկա։ Չհամարցակվեք։ Չհամարցակվեք իմ աղջկա մասին խոսել, ես ձեզ արգելում եմ։ Ես իրավունք ունեմ իմ թորնուհու մասին խոսել։ Լիլիթ։ Դուք այստեղ թորնոյի չունեք։ Ես ձեր տղայից չեմ երեխա ունեցել, մոռացել եք։ Այո, ես սխալվել եմ։ Չէ, դուք չեք սխալվել, ես ուրիշից եմ երեխա ունեցել, դուք ճիշտ էիք, հիմա գնացեք։ Լիլիթ, Գևորգը։ Վայ, խնդրում եմ, ազատեք ինձ ձեր տղայի մասին զրույցներից, ինձ բացարձակ հետաքրքիր չի Գևորգը ուր է, ինչ է, ում հետ է ապրում, ինչ է անում, ինձ ոչ մի բան հետաքրքիր չի։ Ես երբեք չեմ մոռանա, թե ոնց դուք ու ձեր տղան ինձ ու իմ աղջկան միայնակ թողեցիք ճակատագրի քմահաճույքին։ Ես ոտքի կանգնեցի, ես հրաշք աղջիկ ունեմ, բայց դա ձեզ հետ ոչ մի կապ չունի։ Ու հանկարծ չփորձեք հիմա գալ այստեղ ու հոգատար տատիկ ու հայր խաղալ։ Եվ եթե հանկարծ ինչ որ հրաշքով Գևորգը որոշել է մեզ հիշել, խնդրում եմ իրան նույնպես փոխանցեք, թող մոռանա։ Լավ։ Չեմ կարող։ Դա ձեր խնդիրն է։ Գևորգը այլևս չկա։ Մահացել է 6 տարի առաջ։ Ու մահացել է առանց իմանալու, որ երեխա ունի։ Ինչ։ Ներիր ինձ։ Ինչ ասացիք։ Չգիտեր Գևորգը։ Չէ, ոնց, դուք ինձ ասացիք, որ իրան ասել եք։ Ինքը ինձ նամակ էր գրել, ես կարդացել եմ։ Գևորգը չէր գրել այդ նամակը։ Դուք եք գրել։ Ես չգիտեմ ինչ խոսքեր գտնեմ ասելու, թե դուք ով եք։ Դուք հրեշ եք։ Ես իմ երեխային եմ կորցրել։ Դուք ուզում եք, որ
Որպեսի վախղճահարություն զգամ։ Կարեք ցանկի խոսքեր ասեմ։ Երբեք։ Դուք արժանի չեք ոչ մի լավ բառի։ Դուք արժանի չեք։ Ես քեզ խնդրում եմ ուղղակի։ Եվ որքից ինձ մնացել է միայն երեխան։ Ձեզ ամնացել։ Դուք իմ աղջիկա հետ ոչ մի կապ չունեք։ Դուք երբեք չեք կարող իմ աղջիկա հետ որևէ կապ ունենալ։ Դուք ոչ ոք եք մեզ համար։ Այո, ես մեղավոր եմ։ Մեղավոր եմ։ Այո, շատ վատ բան եմ արել։ Շատ։ Բայց ես վստահ էի, որ ճիշտ եմ վարվում։ Ու վստահ էի նաև, որ դու այդ երեխային չես ունենալու։ Այդ երեխային, այդ դե համարեք, որ չեմ ունեցել։ Դու կարող ես ինձ չներել, բայց երեխան… Նա ձեզ չի ճանաչում ու երբեք չի ճանաչելու ու չփորձվեք հանկարծ իմ աղջիկա կողքին հայտնվել։ Եթե հանկարծ ես տեսա նրա կողքին, վստահեցնում եմ, ես կվերցնեմ նրան ու կմեկնեմ ու դուք երբեք մեզ չեք գտնի։ Չփորձվեք հանկարծ մեր կյանքը խցկվել։ Ես թույլ չեմ տա մարդու, ով կործանել է իմ կյանքը, գա ու այստեղ ինչ-որ պահանջներ ներկայացնի։ Չեմ պահանջում։ Խնդրում եմ։ Դուք խնդրելու իրավունք չունեք։ Չէ։ Հեռացեք ու մոռացեք մեր մասին այնպես, ինչպես չեք հիշել 17 տարի։ Ու չփորձվեք հանկարծ մեր կյանք խցկվել։ Ուղղակի չփորձվեք։ Հեռացեք այստեղից։ Գնացեք։ Մեզ ոչինչ չի խանգարի։ Մեզ ոչինչ չի խանգարի։ Դասարան հետևիցս արի։ Դասարան հետևիցս արի։ Ուրա։ Ուրա։ Այս ինչ քնած եք, ավելի բարձր։ Մենք գնում ենք Արշավի։ Մենք գնում ենք Արշավի։ Մեզ ոչինչ չի խանգարի։ Մեզ ոչինչ չի խանգարի։ Դասարան հետևիցս արի։ Դասարան հետևիցս արի։ Ուրա։ Ուրա։ Հեշտ ես ասում։ Որ դու առաջ գնա։
Հոգնել ես։ Կարաս օգնես։ Չէ, նորմալ է, չեմ հոգնել։ Էս ինչ ա եղել, ինչ եք կանգնել։ Արի առաջ գնանք։ Չսպասի։ Բել, ինչ-որ բան ա եղել։ Չէ, դուք անցեք, ես կգամ։ Լևոն, Ինեսան էլ է հոգնել։ Շակի դու մի խառնվի։ Չէ, ինչի։ Բոլորդ Բելայի վրա եք կենտրոնացել։ Հենց։ Գալիս ենք։ Բելա, Լևոնը կարա քեզ օգնի, մենք էլ Ինեսային կօգնենք։ Պետք չի ինձ օգնել, Շակի։ Ինչի։ Քո համար եմ ասում, պետքա որ դուրդ գար, չէ։ Հայ իբր ինչ։ Հեչ։ Ինեսա քո համար մեկ է։ Չհասկացա ասածդ Շակե։ Արի Լևոն։ Ես ոչ մի բան չեմ արել, որ սենց նայում ես։ Շակե, ես քեզ բան էի խնդրել։ Շակե, ես քեզ կարամ օգնեմ։ Վարդան, չես էլ պատկերացնում ինչքան ինչ չես կարա օգնես։ Բելա, դանդաղ քայլի մի քիչ շուտ կհոգնես։ Ուժերդ խնայելով քայլի։ Չէ, ամեն ինչ կարգին է, ես ուզում եմ շուտ հասնել։ Ինչ-որ բան է կատարվում։ Ինչ ա կատարվում։ Ուղղակի ուզում եմ շուտ հասնել դեղ։ Ընկեր առաքել մի երկու րոպե կանգնեք, ինչ քաշենք էլի։ Ոչ։ Դատաղ, բայց վստահ գնում ենք առաջ։ Շակի ասացնեց, ես ներվել։ Չէ, Շակեն առիթ եմ անգալիս, որ Բելային կպնող ինչ-որ բան ասի։ Հա, ես էի ուզում ասի։ Ինա դու անում, որ Բելային հունից անում։ Լևոնը քեզ չի ասել, որ երկու օր տանը չի լինելու արշավի։ Չէ, չի ասել։ Հետս խոսում է, որ բան ասի։ Բայց ասեց, որ զանգել է ու խոսել է հետ։ Խաբել է։ Այ Լևոն։ Լավ, ես կխոսեմ հետը։ Մնում ես։ Խանգարում եմ, եթե խանգարում եմ, զբաղված ես։ Ուզում եի հաց սարքեի, հետո որ Լևոնը տանը չի, դու մնում ես։ Եթե չեմ խանգարում։ Ինչ-որ բան է եղել։ Չէ։ Նորմալ է ամեն ինչ։ Սավեն, դու մոռացել ես, որ մենք համարյա 20 տարի ամուսնացած ենք եղել։ Ու ես շատ լավ գիտեմ, դու երբ ես լավ, երբ ես վատ։ Եթե ուզում ես, եթե ինչ-որ թեմա կա, ես կարող եմ լսել քեզ։ Ինչ է եղել։ Լսի, ես ինձ կորցրել եմ, չգիտեմ ինչ անեմ։ Ուշքու միտքս տղես է, Լևոնս, անընդհատ իր մասին եմ մտածում։ Մի անհանգստացի, Լևոնի հետ ամեն ինչ լավ կլինի։ Հա, հիմա ինքը նեղված է, բայց այդ ժամանակավոր է։ Դու մտածի քո ընտանիքի մասին, քո երեխայի մասին։ Ես այդ տանը ինձ օտար եմ զգում այդ կնոջ կողքին։ Չէ, մի րոպե, դու երևի ինձ սխալ հասկացար։ Ես պատրաստ եմ քեզ լսել, եթե խոսքը Լևոնին է վերաբերվում, բայց ոչ քո կնոջ մասին։ Կներես դու պարտավոր չես այս ամեն ինչը լսել։
Պարտավոր չեմ ու բացի այդ դու հիմա այստեղից գնալու ես քո կնոջ մոտ ինչ սրտով։ Ես ուղղակի մենակ եմ, չգիտեմ ում հետ կիսվել։ Քեզանից բացի կողքս ոչ ոք չկա։ Բայց ես այդ թեմայի մեջ չկամ։ Ես չեմ պատրաստվում քո կնոջը քեզ հետ քննարկել։ Ինգա։ Իմ ու քո հետ ինչի սենց եղավ։ Որովհետև երևի ժամանակին իմ ու քո խնդիրները ինձ հետ քննարկելու փոխարեն դու քննարկել ես ուրիշ կնոջ հետ։ Ու այդ կինի տարբերություն ինձ քեզ լսելը։ Մենք գնում ենք Արշավի։ Արշավի։ Մեզ ոչ ոք չի խանգարի։ Խանգարի։ Դասարան հետևից է Սարի։ Արի։ Ուռա։ Հա։ Չհասկացա։ Ես հոգնեցիք։ Եկեք տեղավորվեք, ստեղ շունչ քաշեք։ Առանց իր ասելու չենք ֆայնում։ Հա։ Ահա, ընկեր Արաքել, մերսի որ ասեցիք։ Հացեք, տեղավորվեք։ Անես է։ Շատ օգնեցիր։ Չէ, նորմալ է։ Հեսա կանցնի։ Շատ սիրուն աստը։ Հա, շատ։ Ափսոս հետս ոչ մի նկարելի բան չեմ բերել, որ նկարեմ։ Ինձ թվում է չէիր ասցինի։ Մելսը այստեղ չի։ Դե չէ, բայց պետքա որ ստեղ լիներ։ Բա Բելան ուրա։ Բելա կանգնի։ Բելա լավ կանգնի, սենց միջև ուր ես քայլելու։ Դե միջև հասնենք վրաններին։ Բայց ոչինչ, որ մենք պետք է արդեն հասած ելնեինք։ Չէ, հələ քայլելու տեղ կա։ Ինչ գիտես, ով է ասել։ Դե ինքեր Արաքելը ասաց, ուղիղ կգնաք ու կհասնենք։ Բելա դե կանգնի մի վարքյան վայ։ Չէ, դեռ քայլելու տեղ կա։ Բելա։ Լսի, ասենք թե քեզ հիմա բոլորից առանձնացնում ես։ Բայց այսօր սաղ օրը, բա վաղը, ինչ ես անելու։ Դե գոնե կփորձեմ Շաքեից հեռու մնալ։ Ես մտածում եմ ինքը աղջկական սոլիդարություն կունենա ու այդ թեմայի հետ կապված ակնարկներ չի անի։ Էն էլ Ինեսայի մոտ։ Ես իր հետ կխոսամ, էլ չի անի։ Մելս, խնդրում եմ, կլինի հաշտվեք։ Ինչի։ Դե ես իմ գաղտնիքը պատմեցի, որ դուք հաշտվեք, էլ չվիճեք։ Ու ինքը հիմա իմ գաղտնիքը իմ դեմ գործիք է դարձրել։ Ստացվում է ես ինձ վնասեցի ու դուք էլ չհաշտվեցիք։ Իզուր էր այս ամեն ինչը, ես իզուր պատմեցի։ Քո համար մեկ է։ Չէ, մեկ չի, դրա համար էլ ուզում եմ, որ հաշտվեք։ Այսինքն քո համար նորմալ է այդ։ Նորմալ է, որ ես ու Շաքեն հաշտվենք։ Քեզ չի անհանգստացնում այդ։ Ինչ նկատի ունես։ Չէ, ինչի ինձ պետք է դա անհանգստացնի։
Ես ուզում եմ, որ հաշտվեք, դուք սիրում եք իրար ու դա նորմալ է։ Ինչ գիտես։ Դու ընդհանրապես ինչ գիտես։ Ինչ տարօրինակ բաներ ես ասում։ Ձեր հանդիպումները, ձեր հարաբերությունները, եթե դուք իրար չէիք սիրում, էլ ինչ իմաստ ուներ։ Կարող սիրում էինք, ու հիմա էլ չենք սիրում։ Չէ, տենց չի լինում։ Չես կարա սիրես ու հանկարծ մի օր էլ չսիրես։ Կարող է ես կյանքում առաջին անգամ իրոք սիրել եմ ու հասկանում եմ, որ այն ինչ զգացել եմ Շաքեի հանդեպ այդ սեր չէր։ Դու հիմա ուղակի օրինակներ ես, չէ՞ բերում։ Որ Լևոնը չլիներ, ես ավելի շատ բան կասեի։ Լևոնը ինչ կապ ունի։ Հեչ, մոռացի։ Մելս մենակ ես թողնում։ Հետ մի ինգի։ Ձերքի հետ լվացել ես։ Լավ էլի Ասիա ջան, ո՞նց կարող լվացած չլինեմ, բայ։ Մենակ մի հատ բան հարցնեմ, էլի։ Ասիա Էմիլովնա ջան։ Սրանք երեխա չեն, չէ, եկա մարդ են։ Ինչ եք մենք իրանց հացը սարքում։ Դե առաքել ամեն մեկը մի բան անում է, մենք էլ ես ենք անում։ Այ լավ է։ Կերշանունց սորտեղ դնենք։ Գալխից տղա ջան, գալխից դիր։ Վայ։ Երեխաներ տարեք դրեք այնտեղ, մեջտեղում։ Մի քիչ համբերա տարեղի ինգեր առաքել։ Այսպես չի կարելի։ Լավ է։ Ասիա։ Ես եկաք, ընկեր Տոնոյան։ Միասին։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, մենք նորմալ տեղավորվել ենք, ամեն մեկին մի գործ տվել եմ, հենա անում են։ Դե լավ է։ Չէ, բա որ ինչ-որ բան եղած լինի։ Շաքե, ինչ-որ բան է եղել։ Պապա ջան, ես եկել եք։ Ոնց եք Դավիթ ջան, լավ եք անցկացնում ժամանակ։ Ընկեր Տոնոյան, Մելսը ու Բելան շարքից դուրս էին եկել, ավելի ճիշտ մի քիչ առաջ էին ընկել ու իրանք բոլորիցս շուտ պետք է հասնեին, բայց հիմա իրանք չկան։ Ոնց։ Դեռ չեն հասել։ Ասիա, ուր է քո ուշադրությունը։ Խնդրում եմ մի խառնվեք, ամեն ինչ նորմալ է։ Ահա, հաստատ նորմալ է։ Երևի ստեղ միտեղ գլուխ են պահում։ Աստված տա այդպես լինի։ Ես հիմա ջոկատավարներին կասեմ, կփնտրեն, կգտնեն, ամեն ինչ նորմալ կլինի։ Մենք բոլորով պիտի փնտրենք։ Ահա, հեսա ես կկազմակերպեմ, փոքր խմբեր կկազմենք, հեսա ինստրուկտաժ անեմ, արագ։ Մելսին զանգել ես։ Չէ, առաքելը սաղից հերոսները հավաքելն է։ Մելսին ու Բելայինը հետը։ Ո՞վ է իրան ասել հերախոսները հավաքի։ Դե առաքելն էլի եսի։ Բա Ստոնոյանը քո հետ եկա։ Հա։ Բա ավտոբուսում տեղ չկար։ Կար։ Ուղղակի ես այդպես ուզեցի, որ ճանապարհին քո մասին խոսենք։ Փաստորեն խոսալու բան կար։ Պարզվեց չէ։ Բա ինչ որ բան կա։ Կա, տղա ջան, ընկերը տա կորել, վասկով փնտրելու։ Պարոն Շալոնց, ես խնդրում եմ ձեզ երեխաների բոլորի հեռախոսները վերադարձնել։ Մի հատ բոլորը տեկեք, ջոկատավարներ։ Փնտրում ենք։ Մելս։ Կորել ենք։ Բռնի, մեծ բռնի, բռնի։
Բելա։ 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 Մեծ։ Լավ ուր են։ Բելա։ Մեծ։ Բելա։ Բելա։ Մեծ։ Բելա։ Էս ինչ արկածեր երեխեք ուր են կորել։ Լավ կգտնենք, մի մտածեք։ Հա բայց ոնց կարային այսքան հերվացած լինեին։ Զգուշ։ Բելա։ Մեծ։ Մեծ։ Բելա։ Չեսպես անիմաստ է։ Ժամանակ են կորցնում, պետքա փրկարարներին կանչել։ Ես համոզված եմ, որ տարածքում։ Որտեղից այդ վստահությունը։ Երեխեքս չկան, հասկանում եք։ Ես եմ մեղավոր, ես պիտի չթողեի իրենց առանձին, իսկ ես թողեցի, որ իրանք մենակ գնան։ Դու չէ, ես եմ մեղավոր, ես համոզեցի, որ իմ մեքենայով գաս։ Լավ, հիմա սա այնքան անիմաստ զրույց է։ Ես 911 կզանգեմ, բայց արի շարունակենք փնտրել։ Բելա։ Մեզ։ Կմրսես։ Չէ, ցուր չի։ Դու ես թաց մրսում ես։ Բայց մազերդ քանդի, թափած ավելի շուտ կչորանա, միջև կգտնենք մերոնց։ Չսկսես, խնդրում եմ էլի մի լացի, Բելա, ամեն ինչ լավ է։ Մենք կորել ենք, ես եմ մեղավոր, կներես։ Դու իմ հետ չես կորի։ Մի վախեցի, անպայման կգտնենք մերոնց։ Դու ինձ վստահում ես, չէ՞։ Հիմա թող քանդեմ մազերդ, հա, սենց գլուխդ կսարի։ Don't you run away, don't run away from me. Fill my empty night, revitalize my heart. Don't you run away, don't run away today. Share this night with me, I'm lonely as can be. Don't you run away, don't you run away. I'll stop the complaints, I swear. Don't you run away. Today I will obey. Just wish and I will play the songs you've always loved, the songs I used to hate. The full moon has made me mad. Is it hard to understand where your brightest smile? Tell my favorite lies. Say you're all so mad that you can understand, and say that it's alright. Kiss me, hold me tight. Beneath the moon's enchanting gleam, we will share our favorite dreams. No more worries, no more tears. We shall cast aside our fears. What's the price that we should pay to stay forever in this day? Don't you dare to run